Դիաբետը դատավճիռ չի համարվում, եթե դուք ինքներդ չեք կայացրել այդ որոշումը։ Մեր երկրում շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ բժիշկները ունեն կախարդական հնարավորություններ իրենց արյան մեջ իջեցնելու գլյուկոզի մակարդակը։ Եվ պացիենտներն, ովքեր չեն համաձայնվում այն մտքի հետ, որ դիաբետի կարգավորման դեպքում շատ բան իրենցից է կախված, քիչ բան բժշկից, որտեղ կան իրավիճակներ բժշկության մեջ, որ շատ բան բժշկից է կախված, այս դեպքում շատ բան ձեզնից է կախված։ Ինչը հասնում բժշկից, նշանակում է ձեզ համապատասխան դեղորայք, սիաֆոր կլինի, դա մեթֆորմին կլինի կամ չգիտեմ, այլ տեսակի ինչ-որ մի բուժում դիաբետի համար նախատեսված եւ ինչ խորհուրդներ է տալիս։ Չուտել վտանգավոր ուտելիքները, որոնք կարող են բարձրացնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, ֆիզիկական ակտիվություն փորձել ցուցաբերել, քաշը նվազեցնել եւ այլն, լիքը խորհուրդներ է տալիս, բայց ինչ եք անում դուք, մեծամասնությունս ինչ ենք անում, մենք գնում ենք ուտում, խմում, ուրախանում, քեֆ ենք անում, վերջում էլ որ հիշում ենք ամեն դեպքում մի հատ խմում ենք շաքարի դեղ, այսպես, այդպես չի կարգավորվում։ Այդպես դիաբետ չի կարգավորվում եւ այդ դեպքում այո դիաբետը դառնում է դատավճիռ, բայց այդ դատավճիռը դուք եք կայացնում, ոչ թե բժիշկները։ Եվ շատ մեծամասն դեպքերը, որ կան դիաբետ ասոցացված իրավիճակները, նաեւ մեր մասնագիտության մեջ էլ է խնդիրը շատ հաճախ հանդիպում, որ դիաբետով պայմանավորված առաջանում են լիքը սեռական խնդիրներ, իդեմս սեռական ցանկության նվազումը, էրեկցիայի որակի վատացումը եւ պացիենտները, երբ որ առաջնային պլանով դիմում են հենց այդ հարցի լուծման համար, ես ասում եմ, մինչև չկարգավորվի դիաբետի հարցը, մենք չենք կարող ձեր սեռական խնդրին լուծում տալ։ Բժիշկ ջան, ու սկսում է այդ խոսակցությունը, ինչ կապ ունի շաքարը, եսի ինչ այդ բան, ես չեմ զլանում, երկար բարակ մանրամասը բացատրում եմ դիաբետը վերջիվերջո ինչ մեխանիզմներ է որ բերվում ոչ միայն սեռական խնդիրների առաջացմանը, այլ նաև ընդհանուր օրգանիզմի մակարդակով, մետաբոլիկ, նյութափոխանակային, նեյրոպաթիաներ, անգիոպաթիաներ, այս ամեն ինչի վերջը բերում է օրգանիզմի քայքայմանը։ Շատ կարևոր նշանակություն ունի, որ դուք ինքներդ հետևողական լինեք։ Մարդը եթե չունի իր մեջ ցանկություն առաջնահերթ զբաղվելու իր առողջական հարցերով, ապա բժշկի աշխատանքը լինում է անիմաստ։ Միշտ ասել եմ եւ կասեմ, առաջնահերթ մարդը ինքը պետք է մտածի իր առողջության մասին։ Բժիշկն էլ է մտածում ձեր առողջության մասին, բայց հիշեք, որ ինքը չի կարող ձեզնից ավելին մտածի։ Դուք ավելի շատ պետք է մտածեք ձեր առողջության մասին։